Հարգելի հեռուստադիտողներ, ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ արդեն այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ նախ սկսենք փաստից, որ այսօր Սուրբ Ծնունդ է, շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Այո։ Քրիստոս հարավի մեռելոց։ Դա Սուրբ Զատիկն է Արմեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ ավետիս։ Այո։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, այո։ Եվ մի անգամ էլ մեր հեռուստադիտողներին էլ ասենք շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Իդեպ միշտ Հայաստանի հետ այսպես բանալինում երկու օր է ստացվում, որտեղ նախորդ օրը Հայաստանում է, տարբերությունը միշտ իրեն ասում է ժամային։ Այո, եթե ինչ-որ բան կուզեք ավելացնել, օրինակ ձեր ընտանիքում այսօր այստեղ Լոս Անջելեսում ապրող հայ ընտանիք եք։ Այո։ Նշվում է Սուրբ Ծնունդը։ Բնականաբար, ավանդավան ձևով, այո։ Այո։ Բրնձով փլավ, լավաշով եւ ձուկ։ Այո։ Եվ կարմիր գինի իհարկե։ Կարմիր գինին էլ իհարկե, այո։ Եվ որքան էլ որ նաեւ Սուրբ Ծնունդը խաղաղության խորհրդանիշ է որոշակիորեն, բայց աշխարհում խաղաղությունը կարծես թե մի տեսակ հեռանում է օր-օրի, չես հասկանում ինչ է կատարվում։ Ամենակիչը Վենեսուելայի հետ կապված սկսենք, որին Թրամփի խոսքով կարող է հաջորդել Կոլումբիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև Կուբային էր անդրադառնում, բայց մի փաստի եմ ուզում անդրադառնալ, որ ինքը Թրամփը Վենեսուելայի նորընտիր նախագահին, որ փոխնախագահն էր, առաջարկել է առնվազն 3 կետ իրականացնել։ Առաջինը թշնամի պետություններին նավթ չվաճառել, թշնամի պետությունների գործակալներին հեռացնել երկրից, ապա արդար ընտրություններ անցկացնել, անկեղ, ոչ, այո, չկեղծված եւ խաղաղ հեռանալ։ Տեսեք, այս պատմությունը աչքի շարունակություն է ստանալու, ինչպես երևում է, որովհետեւ Դելսի Ռոդրիգեսը 3 ստանձնեց, երթվեց ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց պետք է հասկանանք ով է Դելսի Ռոդրիգեսը։ Դելսի Ռոդրիգեսը դա ինչպես 3 Fox News-ում հարցազրույց տվեց Մարիա Կորինա Մաչադոն եւ գիտեք ով է Վենեսուելայի ուրեմն անդիմության առաջնորդն է, որը գտնվում է հիմա, որ Նոբելյան մրցանակ ստացավ, հիմա Միացյալ Նահանգներում բուժման է, այսինքն փախել է կյանքի հետ կապված անվտանգության համար, բայց Մարիա Կորինա Մաչադոն ունի բավականին մեծ ընտրազանգված եւ 2023 թվականի ընտրություններից առաջ, այսինքն 24 թվականին եղան ընտրություններ, որտեղ բայց Ամերիկան ուներ իր թեկնածուն ժամանակ, նա էլ հեռացել է, այնտեղ չի հետաքրքիր նրա ճակատագիրը նայել։ Տղամարդ էր։ Դուք Խուան Գուայդոյի մասին եք խոսում։ Խուան Գուայդոն ինքը չի մասնակցել ընտրություններին։ Խուան Գուայդոն փախավ 2018 թե 19 թվականին, եթե չեմ սխալվում։ Խուան Գուայդոն իդեպ խորհրդանի ղեկավարն էր եւ հիմա խորհրդանի ղեկավարը Կարինա կներեք Դելսի Ռոդրիգեսի եղբայրն է։ Իսկ այն ժամանակ, երբ որ Մադուրոն ինչքան կեղծեց ընտրությունները, Աստվածի հիշողություն տա, ահռելի թիվ խփեց իր համար, ուրեմն Խուան Գուայդոն հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, ընտրությունները արդար չեն, եւ Վենեսուելան մտնում է ճգնաժամի մեջ, Վենեսուելան չունի նախագահ, հետեւաբար քանի որ չունի նախագահ, ինքը խորհրդանի ղեկավարն է, ինքը իրեն հռչակում է որպես Վենեսուելայի նախագահ, ասելով որ ընտրությունները կեղծված են, որ Մադուրոն լեգիտիմ չէ, որից հետո հիշում եք այնտեղ պայքար սկսվեց, ժողովուրդը ոտքի կանգնեց, հետո Գուայդոն թաքնվեց, հետո որից հետո տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, որպեսզի չմնա այնտեղ։ Բայց Խուան Գուայդոն, տեսեք, հիմա էլ փորձեցին շրջանառել իր ծավալը, բայց այս պահին Խուան Գուայդոն կարծես թե կարող է թիմում լինել, որը պատկերացնում է Տրամփը, հա։ Վստահաբար կգնա կմասնակցի կամ գուցե որպեսզի ավելի ուժեղացնեն ընդդիմությունը Կարինա Մաչադոյի հետ կգնա Խուան Գուայդոն մասնակցելու, գուցե չեմ բացառում, ես այնտեղ չգիտեմ։ Իդեպ ներողություն Թրամփը նաև կարծեմ հայտարարել է, որ ինքը արդեն ունի այն կազմը ամերիկացիների, ովքեր կգնան եւ կաջակցեն։ Այո, ասեց այնտեղ գրուպ պետք է լինի, որը պետք է գնա այնտեղ ուրեմն եւ ըստ էության, բայց մենք հիմա որ տեսնում ենք այս պահի դրությամբ ինքը այդ խումբը չի կարող այս պահին գնալ, որովհետեւ ըստ էության Կարինա Մաչադան ասաց, որ Դելսի Ռոդրիգեսը դա կոռուպցիայի ճարտարապետն է Վենեսուելայում։ Դա հանգիստ աշխատել է Մադուրոյի հետ բնականաբար։ Այո, նա ամբողջ բիզնես էլիտայի հետ, այսինքն այդ ինչ է, խուլիգանիոյի հետ, էլի որ ասում են այդ խուլիգանների հետ, որոնք նավթ են վաճառում, թմրանյութ են անում, այդ բիզնես էլիտայի մասին է։ Այսինքն Դելսի Ռոդրիգեսը այնքան իշխանություն ուներ Կորինա Մադուրոյի վրա,
որ ամբողջ իր բարեկամներին բերել տեղավորել է պաշտոններին, եղբայրը ազգային ժողովի նախագահ է։ Ես ես ասեմ, նա ըստ էության բավականին ուժեղ կին է եւ նա ինչպես երևում է, այսպես ուժեղ ընտանիքից է, այնտեղ այդպես է, չէ, ընտանիքներով, կլաններով, նույնն էլ Մադուրոյի կինը, չէ, որ ամուսնացավ, էլի բավականին լուրջ ազդեցություն ունի։ Դրա համար են կնոջը բռնել, որովհետև կինը պատականում չէ, էլի կարտելների հետ կապ ունեցող, այո, այսպես շարունակ։ Եվ հետեւաբար սա պատահական կերպար չէ, եւ եթե դուք տեսնեք երեկվա երթակալությանը, նա ինչպես գրկախառնվեց Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանների հետ։ Եւ Ռուսաստանի դեսպանի ականջին ինչ որ դեսպաններ թե ներկայացուցիչներ, ինչ որ բան շփտած, չգիտեմ, ինչ, այո, շշնջաց։ Եվ ահա տեսնում ենք իրավիճակը, որ նա այդպես հեշտ, որտեղ տեսեք, նա էլ կախված է բիզնես էլիտաներից։ Հիմա Ռուբիոն ելույթ ունեցավ եւ ասեց մենք չենք պատրաստվում կառավարել Վենեսուելան, մենք պատրաստվում ենք ուղղորդել Վենեսուելային, այսինքն թելադրել վեկտորը Վենեսուելայի, բայց մենք չենք պատրաստվում, անպայման չի որ մենք գնանք եւ ուղիղ կառավարենք, հա։ Զորքի մասին ասեց, զորք չկա այս պահին այնտեղ, բայց չի բացառվում։ Տեսեք, ամսի 3-ին էր հունվարի թե 4-ին Դելսի Ռոդրիգեսը սուր հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների հասցեին։ Ամսի 5-ին փոխեց ռետրոբանությունը երթմեկալության ժամանակ, եթե չեմ սխալվում, եւ ունենք իրավիճակ, որ Միացյալ Նահանգները ամենևին էլ չի հասել դեռ իր նպատակներին, այո, Մադուրոին հանել է, բայց ակնհայտորեն եւ Թրամփը եւ ձեր նշածը, որ այսօր Թրամփը 3 պայման առաջ քաշի, սա կարող է երկրորդ պատերազմի, այսինքն ավելի լուրջ պատերազմի բերի։ Պարզապես խնդիրը հետեւյալն է, տեսեք ինչի առաջարկում Վենեսուելայի, այդքան ուժում է։ Հարցը ուժը չի, հարցը այն է, որ տեսեք նյուանս կա, որպեսզի Թրամփը տեսեք հիմա պետք է հասկանալ, որ Թրամփը բավականին լուրջ աջակցություն ունի դեռ հանրապետականների կողմից, բայց այդ աջակցությունը 100%-անոց չի կարող լինել։ Տեսեք, հիմա եթե այս պահին կոնգրեսում քվեարկություն լինի, հիմա մենք գիտենք, որ կոնգրեսից մարդիկ են հեռանում, ճիշտ է։ Հələ կարծեմ հունվարից չի լինելու էլ Marjorie Taylor Greene-ը, ուրեմն մեկ այլ հանրապետականներ, որը ցանկանում են Ժամկետը լրանալու պատճառով միջանկյալ Չէ, ուղղակի հրաժարվեց, դուրս եկավ, չէ, Թրամփի այդ անհամաձայնությունների պատճառով։ Տեսեք, իսկ այնտեղ շատ փոքրիկ մեծամասնություն էր։ Եվ եթե Վենեսուելայում դեմոկրատները դեմ են Վենեսուելայի գործողություններին, տեսեք այսօր Չակ Շումերն էլ որ մեկը իմպիչմենտ փորձում է իմպիչմենտ կփորձեն Չակ Շումերն էլ ուրեմն հայտարարեց ուրեմն որ հաջորդը որն է ընդհանրենք Գրենլանդիան որն է ասեք որտեղ եք ոնց ենք Ամերիկայի շահերը պաշտպանում եթե այսպես ենք պաշտպանում դա իբր թե չնայած ես էլ եմ ասում ես դատապարտում եմ այս պահի դրությամբ այս սա Ամերիկայի շահերին է սա բխում եւ տեսեք ինչ բայց այս գործը բխում է Ամերիկայի այո եւ չի կարելի ամեն ինչը ուղղակի եթե Թրամփն է արել ուրեմն պետք է ուրեմն դնել ու դատապարտել դա այդպես չի ասենք լավին լավ վատին վատ հիմա այս պահի դրությամբ Թրամփը հասկանում է որ որպեսզի սկսի ռազմական գործողություն պետք է ստանա արդեն կոնգրեսի թույլտվություն էլ այսպես չի կարող սա հատուկ ռազմական օպերացիա էր կամ մեկ առանձին օպերացիա էր որով բռնեցին հանեցին բերեցին բայց եթե դու մտնես Վենեսուելա դու պետք է կոնգրեսի թույլտվությունը ստանաս կոնգրեսի սենատի եւ այս պարագայում ես չեմ կարծում որ ինքը տենց հեշտ կարող է ստանալ այդ թույլտվությունը եւ ահա ստե ինչ է ինքը մտադրված է պայմանավորվել կոնգրեսի հետ որպեսզի կներեք պայմանավորվել Վենեսուելայի իշխանությունների հետ նրանց տալ ինդուլգենցիա այսպես ասած նրանց տալ համաներում հետագայի համար այսպես ոչ մեկ ձեզ ձեռք չի տա դուք կարող եք հետո հանգիստ հեռանալ տարբերակով բայց արդյոք նրանք նստած այդ փողերի այդ նավթի վրա եւ նաեւ այնտեղ խոսք կա որ այնտեղ հիմա իրանական ռազմական խմբեր կա Հազբոլլահի, չգիտեմ եւ այլն արդյոք նրանք այդպես կհեշտ դրա համար նաեւ դեպարտամենտը հայտարարություններ չէ տարածել խաղմի արեք Թրամփի հետ դե հետ եմ ասում բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ որտեղ 30 միլիոնանոց երկիր է եւ հարաբերակցությունը թե օրինակ այդ կարտելները որ կարտելները թմրանյութերի որքանով իրանք ազդեցություն ունեն ինչքան իշխանություն ունեն ինչքան զորքեր ունեն որտեղ դրանք առանձին ամեն մեկը իրենց այդ բանը ունեն դրա համար պետք է հասկանալ արդյոք դրանք տենց հեշտ համաձայնվեն իհարկե տարբերակ կա Միացյալ Նահանգները ունի նաեւ կետային հարվածներով կարող է այսպես հələ դեռ չմտնելով բայց որոշիչ պիտի լինի նաեւ Վենեսուելայի բնակչության այո եւ այստեղ այս մասին խոսենք արդեն երկրորդ մասում որովհետեւ հիմա գնալու ենք գովազդային դադարի Կոտոնը սկսվում է այստեղ Cosmo Palace ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն վայր որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը
Հայտնի եւ սիրված երգիչ երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Վերլուծությունների ժամն է RTN-ի տաղավարում, այստեղ է Արմեն Չիբուխչյանը եւ խոսում ենք Վենեսուելայի ժողովրդի մասին, ասեցիք հետո կանդրադառնանք նրանց կարծիքը պիտի որ որոշիչ լինի, որքանով իրենք ակտիվ կլինեն։ Դե այդ եմ ասում։ Մանավանդ որ առաջնորդը վերացել է երկրից։ Այո, դե տեսեք, հենց այս պահի դրությամբ Թրամփը չակտիվացրեց Վենեսուելայի ժողովրդին, այնտեղ այո, կարծես որոշ ոգևորություն եղավ, բայց ցավոք սրտի մենք տեսանք, որ այդ երթմակալությունը կազմակերպեցին եւ չմոռանանք, որ այդ ժողովուրդը վախեցած է։ Բայց Մարիա Կարինա Մաչադոն ընդդիմության մեջ ունի 92-93% պոպուլարություն, որտեղ 92-93 թվականի պրայմերիզները որ անցան, կներեք 2023 թվականի պրայմերիզները որ անցան, ընդդիմության պրայմերիզները, որ 24-ին ով պետք է մասնակցի ընդդիմությունից որպես տեխնացու, Մաչադոն 92 թե 93% ձայն է տարել։ Եվ հետո իրենք պաշտպանեցին մեկ այլ տեխնացուի ուշադրություն դարձրեք, սա մեզ օգնում է հասկանալ Վենեսուելայի ժողովրդի տրամադրությունները։ Դե մենք չենք կասկածում, չէ՞ որ Մադուրոն այդ կարտելի կառավարման տակ գտնվող երկրում ինչքան կկեղծի ձայները։ Եվ պատկերացրեք, ուրեմն ընդդիմության տեխնացուն մեկ այլ տեխնացուի առաջ քաշեցին, որին նաև Մոչադոնը ստիպած աջակցեց, ուրեմն հավաքել էր 43% ձայն, ինչ որ ձայներ փոշիացել էին կամ ինչ որ անկապ տեխնացուներ էին անցել, իսկ Մադուրոն հավաքել էր 51% ձայն։ Այսինքն սա գիտեք ինչ է նշանակում, որ մի կերպ լցոնումներով, չգիտեմ, կեղծիքներով, մի կերպ Մադուրոին անցկացրել են, ուղղակի մի կերպ, հասկանում եք։ Սա խոսում այն մասին, որ ռեալ իրականում այնտեղ Մադուրոն չունի ռեյտինգ, որտեղ ակնհայտորեն կեղծվել է եւ կեղծվել է լավ։ Եվ վախը պահպանվում է։ Վախը բնականաբար վախը կա, վախը պահպանվում է, բայց ամերիկյան գործողություններից հետո այնտեղ ոգևորություն կա։ Պարզապես խնդիր կա հետևյալը։ Միացյալ Նահանգները պարզ հասկանում, Թրամփը լավ հասկանում է, որ հարավային Ամերիկայի երկրների մեծ մասում կորտելներն են, ուրեմն հատկապես այդ բանով, այնպես չի որ մենակ դա Կոլումբիան է, այնպես չի մենակ ուրեմն Վենեսուելան, Կուբան ղեկավարում Վենեսուելան պարզվում է Կուբան անվտանգություններ ապահովում եւ Կուբան մեծ քաղաքական եւ ռազմական ազդեցություն ունի Վենեսուելայի վրա, տեսակ որ կուբացիներն էին պահպանում նրա անվտանգությունը եւ եթե կտրեն, ասում է Թրամփը ասում է թե կտրենք նավթը դեպի Վենեսուելայից Կուբա, Կուբան լրջագույն խնդրեմ կունենա, ճգնաժամի մեջ կհայտնվի եւ գումարած Մեքսիկոն, չէ, որ խոսած այդ Կլաուդիա, ինչ է Շամբաումի այսպես հետաքրքիր ազգանունի։ Ուրեմն եւ ասաց, որ ես իր հետ խոսեցի, բայց անգամ առաջարկել է, հա, ինչ որ օգնություն, ուրեմն Բայց նա կարծես թե վախեցել։ Այո, վախեցել է եւ նա ասեց լավ կինա, ինքը լավն է, բայց դե դա կորտելներն են։ Կորտելներն են ղեկավարում Մեքսիկան, հասկանում եք։ Հետեւաբար ինքը լավ հասկանում է, որ հիմա պետքա զգուշ լինի, որովհետեւ ամբողջ Լատինական Ամերիկայում այսպես հիմա նստած սպասում են թե ինչա լինելու եւ չի կարելի արդեն պարտվել, եթե այս քայլը արվել է, պետքա միջև վերջ գնալ։ Հակառակ դեպքում մենք տեսնում ենք Իրանում գործողությունները, Իրանում էլ ոգևորվել են Վենեսուելայի գործողություններից եւ Թրամփը փորձում է ուղղակի միակ զենքը հետը ինքը Մաչադոին դեռ չի ակտիվացնում, Գուայդոին չի ակտիվացնում դեռ, ասում է դուք հանգիստ արեք, հանգիստ հեռացեք, ընդհանրենք դուք որոշեք, դուք մենք կանչենք երկիր, ասենք բանին, ընդդիմադիրները կգան, արդար ընտրություններ կլինի եւ այսպես շարունակ։ Եվ ժամանակ էլ չի ասում ինքն էլ, չի կանխատեսում որևէ ժամանակահատված, երբ ամեն ինչ կկա։ Այո, հնարավոր չի կանխատեսել եւ հիմա տեսնենք զարգացումները, բայց ինչ որ բան ինձ հուշում է, 14 լրագրող է ձերբակալել Դերսի Ռոդրիգեսը, Մաչադոն ասեց երեք, եւ մի հետաքրքիր բան Մաչադոն շատ խելացի կին է երևում եւ նա ասեց, որ դուք հույս մի դրեք Դելսի Ռոդրիգեսի վրա, նա Չարիքի ճարտարապետն է, ասեց ազատ Վենեսուելա, ուզև ասի թողեք մենք գնանք, ազատ Վենեսուելա նշանակում է Ամերիկայի դաշնակիցը, ոչ թե թշնամին, թմրանյութերի հապ, նշանակում է ուրեմն նավթը ձեզ, չգիտեմ ամեն ինչ ձեզ, խնդրեմ չկա, այսպես այնպես լավ դեկարագրեց։ Մադուրոին էլ առաջարկեցին գնալ Թուրքիա, նույնիսկ երկիրը նշեցին, բայց չգնաց։ Դե որտեվ այնպես այնտեղ բայց մտքով չեր անցնում որ կարող է գան տնից հանեն, ասենք հողաթափիկներով տանեն, հասկանում եք, ոչ մեկի մտքով չեր անցնում։ Հիմա մի մոռացեք, որ այդ Ռուսաստան, Չինաստան, Իրան անդադար դրթելու են, դրա դեմքը տեսել եք այդ Դելսի Ռոդրիգեսի։
Դրան անդրդրթելու են, ասելու են, որ բան արա, մի դիմադրի բան, եւ այլ, էլ չի կարա կամ այն վաղտանակ ընկալեր, հեսա ուժեղացնենք։ Հակառակորդ երկրներին հեռացնել։ Այո, հիմա տեսնենք, այնտեղ հետաքրքիր պատմություն այ միջալոց, ես անկեղծորեն զարգացում եմ տեսնում այս պատմության մեջ, ընդ որում ռուս-ուկրաինական պատերազմն էլ արդեն բոլորը սպասում են, նայում են այս զարգացումներին, հա, ուրեմն շատ կարևոր է, որ ամերիկան թրիփի հետ կապված է, կարևոր Թրամփի դիրքորոշման ուժեղացումը չի կարող, եթե Աստված մի արած, եթե Թրամփը Վենեսուելայի պատմությունը միջև վերջ չհասցրեց, դուք պատկերացնում եք ոնց կոգևորվեն մեր թշնամիները։ Հատկապես որ տեսեք, այնտեղ Ալիևն արդեն բողոքներ հայտնում, թե ինչի 907-րդ լրացումը չեք հանում, չէ՞։ Իսկ մեկին չէինք ասում, հիշում եք այն ժամանակ ասում էինք, որ այդ որ գնացել էր Թրամփի մոտ տարան հասցրեցին, որ իբր իրանց ձեռնտու գործարք ստանան, ամեն ինչ փոխվեց իրանց դեմ։ Եվ տեսեք, հիշում եք այն որ նստած ասում էր, համաձայնվել ենք վերջապես հանենք 907-րդ լրացումը, ինչև հիմա հանված չի։ Եվ ասում էի, այդ լրացումը հանված չի։ Այն ժամանակի պարզ էր, որ հետո մենք ուսումնասիրեցինք, տեսանք, որ այդ ամեն ինչը սուտ է։ Դե հիմա հանդիպել էր Ամերիկայի ներկայացուցիչներ էին գնացել, կոնգրեսից կարծեմ ներկայացուցիչներ, կոնգրեսականներ, Ալիևի հետ հանդիպմանը, Ալիևը ասել էր, որ ամեն ինչ լավ է ընթանում, մենք արդեն առևտուր ենք սկսել իրար հետ Հայաստանի հետ, կընկնենք նաև այդ պայմանագիրը, բայց դուք էլ մտածեք, որ 907։ Այո, հենց այդ եմ ասում, հարցը դա չի, հարցն է, որ մռմռումը հասկանում եք, չի հանել, իսկ ինքը այդ վաղ նստած հայտարարել էր, որ մենք պայմանավորվեցինք, որ հանել ենք արդեն, հասկանում եք, Թրամփն էր խոսած եւ այլն, բայց պարզվեց, որ չի հանելու եւ չեն պատրաստվում հանել, որքան ես հասկանում եմ, որովհետեւ վստահություն չկա Ալիևի նկատմամբ։ Դա իրանք շատ լավ։ Ուկրաինական պատերազմին էլ անդրադառնանք, թվում էր թե երկրորդ պլան է մղվել, նորություններ են կանել չկան, բայց այսօր Ֆրանսիայում հավաքվել են աջակից պետությունների կոալիցիան եւ նոր որոշումներ են կայացնում։ Տեսեք, Վենեսուելան ստվերում է, անգամ Իրանը, որը շատ կարևոր գործընթացներ է գնում, դեք խոսենք այս շաբաթվա ընթացքում, այդ հասկանանք ինչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ շատ հետաքրքիր է, բոլորը նայում են, Իսրայելը նայում, ԱՄՆ-ն է նայում, այնտեղ էլ կարող են հետաքրքիր զարգացումներ լինել, հա։ Եվ սա այն մասին էր, որ ինչու էր Թրամփը Եվրոպային ասում ուշքի եկեք, ես դրա ժամանակը չունեմ, ես ժամանակ չունեմ։ Որ Եվրոպայում պետք է ձեռնտու լինի նաև Գրենլանդիան, իսկ չգիտես հենց այդ, այսինքն Թրամփը Եվրոպային ասում էր, ես մենակով չեմ ձգում արդեն Ամերիկան չի, որ դուք գիտեիք 15 տարի առաջ, 20 տարի առաջ, հա, այս պրոցեսների համար, որտեղ հիմա տեսեք, եթե պետք կլինի հարվածներ, հա, դա ահռելի ծախսեր է, նույն Վենեսուելան, գիտեք քանի օր է նավատորմի 25%-ն է ներկա եղել Միացյալ Նահանգների, դե եկեք, դուք հասկանում եք դա ինչ ահռելի ուժ է, 25% նավատորմով կարող պետություններ գրավեն ամերիկացիները, այդքան ուժ է։ Եվ ահռելի ծախսեր է դա պահել ռազմական վիճակում։ Նույնն էլ Իրանի հետ կապված, այդ ամեն ինչը հիմա եթե պատկերացրեք, ամեն ինչը բորբոքվի, պատկերացրեք Չինաստանը որոշում Թայվան մտնի։ Դրա համար աշխարհը քաոսի շեմին է կանգնած, ցանկացած բանի կարող է պայթյուն լինի եւ ամեն ինչ գնա ոչ այնպես։ Եվ շատ հուսով եմ, որ Թրամփը կհասցնի։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված է շատ կարևոր է, որովհետև այս ամեն ինչի արդյունքում Թրամփը մի քանի անգամ այսպես լավ տեղին եւ Թրամփը եւ իր թիմակիցները ապտակ հասցրեցին Պուտինին։ Դե գոնե ասեց, որ ես չեմ հավատում, որ եղել է նստավայրի վրա։ Ես չհավատում, հետո Ռուբիոն ասեց, որ այդ Վենեսուելայում Ռուսաստանը ինչ գործ ունի, մենք գնացել ենք այնտեղ, որ հանենք դրանց այնտեղից, պարզ ասեց, հա։ Նույնը Թոմ Քոթենը ասեց հանրապետական ուրեմն հետախուզության վարչության, ուրեմն եթե չեմ սխալվում, բանի Սենատի հետախուզության վարչության անդամ է, այսպես է, հետախուզության բան է, վարչություն չէր կոչվում։ Արտաքին հետախուզության կոմիտե։ Այո, կոմիտե, այո։ Եվ ուրեմն դրանից հետո ուրեմն Հեքսեթը ասեց, որ Ռուսաստանի հոպը տեսակ չի, ասեց, այդ Ռուսաստանի հոպը դες ոնց որ այդքան էլ հոպ չի ասեց, հա, ոնց որ թե լավ չի աշխատում մի տեսակ, այո։ Ոչ միտեղ չի աշխատում։ Եվ հիմա բարեբախտաբար ուրեմն Ուկրաինայի հետ կապված կարծես թե Զելենսկին այսպես շատ ճիշտ հայտարարություն տարածեց Մադուրոյի հետ կապված, Վենեսուելայի հետ կապված, սատարելով ամբողջությամբ Միացյալ Նահանգներին։ Հիմա եվրոպացիները հավաքվեցին, դեպ Ջարդ Քուշներն ու Ստիվ Ուիտկոֆներ էին գնացել, հանդիպեցին մեծ կազմով, բայց այս մի հատ փորձենք հասկանալ, այո, եւ վերջում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան կնքեցին համաձայնագիր, ըստ որի նրանք համաձայնում են միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում, եւ սա շատ կարեւոր է։ Դա շատ հետաքրքրական է, հետաքրքրական որ Քուշներն ու Ստիվ Ուիտկոֆներն գնացել, կապրենք, տեսնենք ինչ է կատարվում։ Մեր ժամանակը այսօր էլ սպառվեց հարգելի հեռուստադիտողներ, վաղը կրկին հանդիպում կլինի նաև պարոն Չիբուխչյանի հետ, իսկ այսօր ցտեսություն։ Հաջողություն։